Մունաթա գալի բոլորի վրա։ Երրորդը քշելու ժամանակ հաց է ուտում։ Չորրորդը ավտոբուսի կեսը չկա։ Տանիքը բաց է։ Վարորդ բերենք ու կարգի բերի մեր ավտոբուսը տեղ հասնենք ժողովուրդ։ Սա է մեր ճանապարհը։ Փորձառու մարդ, ով տեղ կհասցնի։ Մեր երկիրը երկու մարտահրավեր ունի։ Հիմա գանք քաղաքական օրակարգին։ Մեկ մարտահրավերը, որ Հայաստանում հայերը այնպես ապրեն, որ ստիպված չլինեն լքել Հայաստանը, որ մնան Հայաստանում։ Դրա համար մեր երկրի ամեն շրջան պետք է ունենա իր զարգացման ծրագիրը։ Զարգացման ծրագիր Աբովյանի համար, զարգացման ծրագիր Հրազդանի համար, զարգացման ծրագիր Գյումրվա համար։ Դա կբերի ամեն տարի մեր պետականությունը պետք է իմանա մյուս տարի ինչ արվել է քաղաքում։ Աբովյանի համար ծրագիրը մեկն է։ Աբովյանը պետք է լինի Երևանը բեռնատափող քաղաքը։ Աբովյանը պետք է ապրի Երևանի նման։ Ենթատարածքային, մարդկանց կրթության որակով, ամեն ինչով, քաղաքը պատրաստ է։ Պետք է ուղղակի ներդրումներ, պետք է աշխատատեղեր, որ Աբովյանը լինի Երևանի նման։ Երևանը բեռնատափող քաղաքը։ Երկրորդ բանը, ինչու են պետք որ մեր հայերը ստեղ մնան, լավ ապրեն, որ մեր երկիրը հայկական մնա։ Մի քանի ամիս առաջ գիտեք, բոլորը գիտեք, Ադրբեջանի ղեկավարությունը սկսեց մի օրակարգ թելադրել, որ ուրախացել է, որ ինչ ուզել ստացել է, արդեն Ադրբեջանի ղեկավարն է նայում հալու մեջ, ասում է լսի, ինչ ստացվում է այս մարդու։ Կարող եմ մի հատ նոր բան ուզեմ։ 5 շրջան ուզեցի, տվին։ Լաչին Քարվաճար ուզեցին, տվին։ Արցախ ուզեցի, տվին։ Սյունիքով ճանապարհ ուզեցի, որ Ադրբեջանի հետ ընդհանրապես կապ չուներ։ Տվեց այս մարդը։ Ասեցի լավ ուզեմ, սահմանադրություն ուզեց մենք փոխենք, փոխում ենք։ Ադրբեջանի ղեկավարը իրան չի հավատում, թե ուր անգել, չի հավատում, թե ինչ մեծ շանս է իրա ձեռ ընկել, էլ որ հայը տենց կաներ, որ հայը ինչ ուզեին կտար, ու հիմա եկել է նոր բան է ուզում։ Մեր հանդիպման սկզբում ես այս գիրքը ստեղ դրեցի։ Սա կոնցեպտն է Ադրբեջանի կառավարության կողմից հրապարակած 7 լեզուներով։ Կոնցեպտի անունը հայերեն իհարկե գրված չի, գրված է անգլերեն, թուրքերեն, ադրբեջաներեն, վերադարձի կոնցեպտ, արևմտյան ադրբեջանցիների վերադարձի կոնցեպտ։ Գրքի հաստությունը նայեք։ Որտեղ գրված է, թե ոնց պետք է վերադառնան, ինչ իրավունքներ պետք է ունենան, որ հայկական ոստիկանությունը պետք է իրավունք չունենա իրանց վրա։ Ու գիտեք, այս սրաշրջանակներում ինչ են ասում։ Ասում են, որ իրենք ունեն այն իրավունքները, որպես մեր երկրի հավասար տերեր։ Ադրբեջանի ղեկավարը 2 ամիս առաջ հայտարարել է, որ խաղաղության պայմանագրից հետո նա ցանկանում է, որ գիտնականները պատրաստեն հիմք վերադարձի համար, բառացի ասեմ, սա ես շատ տեղեր եմ ասեմ, բայց ուզում եմ ձեզ մոտ էլ ասեմ։ Ադրբեջանի ղեկավարը, ով ինչ ուզես ստացել է Փաշինյանից, ասում է. մենք պետք է վերադառնանք մեր պատմական հողեր իբր իրանց։ Ոչ թե տանկերով, այլ ավտոմեքենաներով։ Եվ դրա հիմնական կազմակերպիչը պետք է լինի Ադրբեջանի պետությունը։ Ադրբեջանի հոգևոր առաջնորդի տեղակալն էլ է նույն բանը ասում։ Ասում է մզկիթները պետք է վերակառուցվեն, տրվեն Փաշազադեին։ Լավ, ասում ենք Ադրբեջանը ասում է, բա հայերը ինչ են ասում, հայերը կասեն չէ։ Բացում ենք Հայաստանի ազգային ժողովի նախագահի էջը։ Բացում ենք իմ էջը Facebook-ում։ Տեսնում ենք, թե ինչ է ասում ազգային ժողովի նախագահը։ Հայաստանի Հանրապետության։ Ասում է մենք պետք է սովորենք ադրբեջանցիների հետ ապրել։ Այդ ոնց է Արցախում իրանք չսովորեցին մեր հետ ապրել։ Ոնց է Բաքվում, Սումգայիթում իրանք չսովորեցին։ Ոնց է Կիրովաբադում չսովորեցին։ Ոնց է Նախիջևանը դատարկվել։ Այդ մենք պետք է սովորենք հլը, մեր հայրենիքի 10%-ն են թողել իրանց նմանները։
իրանց նման տուլամորտները, հարմար որոնականները, մեծ հայրենիքի 10%-ն են թողել, ասում է հարմարվենք, որ գան իրար հետ ապրեն, ուր ապրեն, ուր եկան հելանք, հիմա էլ ասում են, երեք Արմենիա TV-ով վարչապետը երկրի ասում է, ես տուրիստների նկատի ունեի, որ գալու են, իպեր ադրբեջանցի տուրիստ Հայաստան գա ինչ անի, ում եք խապում, ինչ տուրիստ, ինչի տեղ եք դրել, մի կանի անգամ խապել է մեր ժողորդին ստացվել է, ժողորդ, մենք ընդունելու ենք հատուկ օրենք, որը գործելու է 100 տարի, տասնյակ տարիներ, Հակա Սապարովյան օրենք, որով ոչ մի ադրբեջանցի իրավունք չի ունենալու, գույք առնի, հող առնի, նվեր ստանա Հայաստանի Հանրապետությունում, 10 օրից ավել Հայաստանում մնալու իրավունք չի ունենա, մեր երկիրն է, խաղաղությունը, այլընտրանք չունի ժողովուրդ, խաղաղություն լինելու է թույլ խաղաղություն և ուժեղ խաղաղություն, Թույլ խաղաղությունը Փաշինյանի խաղաղությունն է, այն խաղաղությունն է, որ ինքը ուզում է բերի, բայց համեմի թուրքերով, ասի լավ դե 1000 հոգին ինչ մեզ կանեն, 2000 հոգին ինչ կանեն, ամուր խաղաղությունը, էդի հայերի խաղաղությունն է, որ էլի լինելու է, ուղղակի ոչ մի ադրբեջանցի Հայաստան չի լինելու, Հայաստանը զարգացնելու է իր տնտեսությունը, Երեք չառաջ օրը հրազդան էինք, 3 գործարան է 8 տարում փակվել, բոլոր մեծ գործարանները հերթով փակվում է, մարդիկ եգիպտացորեն են ուտում, փոխանակ գնանք գործարանները վերակառուցեն, Ալավերդի հիմնական գործարանը փակվել է, Վարդենիսի հանքը փակվել է մեծ մասը, Հրազդանի ցեմենտը փակվել է 8 տարում, չի աշխատում մարդը, մենակ շենքեր են սարքում, այդ շենքերի ապրողները Պետքա չէ մի տեղ աշխատեն, որ այդ շենքերի տները առնեն, մեզ պետքա մեր երկիրը որակական փոփոխություն բերենք, որ հայերը մնան, իսկ ադրբեջանցիները չգան, Իմացեք ժողովուրդ, մեր երկիրը ամեն պոտենցիալ ունի դառնալու ուժեղ երկիր, այս թուղթը դրանք որ տպել են մուրազները փորներն է մնալու, այս թուղթը չի ելնելու, մենք ուժեղ երկիր ենք ունենալու, հզոր երկիր ենք ունենալու, Եվ դա անելու ենք իրար հետ, մենակ մի բան է պետք դրա համար, որ բոլորս գնանք ընտրության, ով չի գնում ընտրության, ձենը գնում է Փաշինյանին, ով չի գնում ընտրության, ձենը գնում է Փաշինյանին, ով բացում է Հայաստանի դարպասները, խնդրում եմ ձեր շրջապատին էլ ասեք, այդ օրը սերիալ նայելու ժամանակ չի, քեֆ անելու ժամանակ չի, ուրիշ բանով զբաղվելու, գնացեք ընտրության, որ հաղթանակ ունենանք, որ փոփոխություն ունենանք